Բարև ձեզ սիրելի եղբայրներ, այսօր Եղվարդի պատմության էջը դառնում է 2 տարեկան, կուզենայի պատմել հիմնադրման պատմությունը։ Ամեն ինչ սկսվեց 4 տարի առաջ, երբ սկսեցի ուսումնասիրել պապիկիս կյանքի պատմությունը։ Ուսումնասիրեցի նրա գործունեությունը, թե ինչով է զբաղվել, որտեղ է սովորել, ինչն էլ ինձ դրդեց, որ ուսումնասիրեմ նաև մեր ազգի պատմությունը, սկսեցի ուսումնասիրել մեր ազգի պատմությունը և խորանալով հասկացա, որ Եղվարդում շատ ազգեր միմյանց հետ բարեկամական կապեր ունեն և սկսեցի ուսումնասիրել ամբողջ Եղվարդի պատմությունը և մի օր գնացի մեր Եղվարդի 3-րդ դպրոցի գրադարան, ցանկանում էի գիրք վերցնել վերաբերվող Եղվարդին, թե ինչ տեղանունների բառարաններ, եթե չեմ սխալվում, մեր սիրելի գրադարանավարի ընկեր Սաթիկը ինձ ուղղորդեց, որ մեր սիրելի ուսուցչուհի ընկեր Հովհաննիսյան Հայկանուշը այդ ժամանակ զբաղվում էր Եղվարդի պատմության խմբագրումով։ Ես գնացի նրա մոտ, զրուցեցի նրա հետ և այդ ամենից հետո ավելի մեծ հետաքրքրությամբ սկսեցի ուսումնասիրել Եղվարդի պատմությունը։ Օրեր անց այդ դեպքերից ամսի 23-ին երևի Եղվարդի կենտրոնական գրադարանում միջոցառում էր, եթե չեմ սխալվում, պատմություն խորագրով։ Մասնակցեցի այդ միջոցառմանը և տեսնելով մարդկանց հետաքրքրությունը Եղվարդի պատմության հանդեպ, նույն օրը եկա և Facebook-յան հարթակում բացեցի Եղվարդի պատմության էջը և ասեմ, որ սկզբից պաշարս բավականին փոքր էր, ունեի մոտավորապես 200 լուսանկար, մի քանի այլ բաներ, իսկ դրանից հետո, որ բացեցի էջը, սիրելի տարբեր մարդիկ սկսեցին ուղարկել իրենց ընտանեկան լուսանկարները, որից հետո 2025 թվականին սկսեցի հաճախել Հայաստանի ազգային արխիվ, որտեղից արդեն ավելի հետաքրքիր և ավելի պատմական տեղեկություններ իմացա Եղվարդի մասին։ Մինչ այսօր այցելում եմ ազգային արխիվ, բավականին ասեմ, որ այնտեղ շատ մեծ ծավալի տեղեկություններ են պահպանվում Եղվարդի մասին։ Ուսումնասիրությունների արդյունքում կարողացա պարզել, որ Եղվարդում շատ ազգեր, հենց ինձ ամենաթական բարեկամական կապեր ունեմ շատ ազգերի հետ։ Հիմա թվարկեմ այդ ազգերը։ Ուրեմն սկսենք սկզբից։ Զոհրաբանք, Ասատրյանք, Ռուստամանք, Ուսեփանք, Կամսարանք, Կնդլանք, Փրթոյանք, Մուխսի Աթոյանք, Եղեզարյանք, Վարժապետանք, Սեփոյանք, Խոջենք, Նորապսանք, Նկարիչ Մաթոսենք, Բեյբութի Բաբկենենք, Ավաքյան Սուրենենք, Բադալանք, Ալոյանք, Բիրապանք, Պարավարդանք, Սիմոյանք, Բաբոյանք, Չախալանք, Վասիլանք, Թումայանք, Տեր-Հովանսանք, Մեժլումանք, Թունոնք, Յուզդաշոնք, Դալաքանք, Գափոյանք, Զաքարանք, Բոյախճոնք, Բեյբութանք, Բլնգազանք, Լալենք, Բաբենք, Ղարոյանք, Մնեանք, Պետրոսանք, Գաղթական Քերոպը և Սամսոնը, Կիքեանք և Տեր Հակոբենք։ Այս բոլոր ազգերի հետ ունեմ արունակցական բարեկամական կապեր և շատ ու շատ այլ ազգերի հետ ունենք խնամիական կապեր և այլ, հիմնականում խնամիական կապեր ունենք շատ ազգերի հետ։ Հիմնագետում ենք Եղվարդի պատմության արխիվային սենյակում, որտեղ պահպանվում են հազարավոր փաստաթղթեր վերաբերվող Եղվարդին և Եղվարդի պատմությանը։ Օրինակ, այս փաստաթուղթը վերաբերվում է Եղվարդի ամբողջ պատմությանը, որտեղ պահպանվում են տարբեր զանազան տեղեկություններ տարբեր աղբյուրներից վերաբերվող Եղվարդին։ Օրինակ, ասեմ, որ գրքերի հոդվածներ են կամ օրինակ հայ գրողների կարծիքներ Եղվարդի մասին և այլ կարծիքներ, ինչպես նաև մյուս մասում, մյուս հարկերում կամ ինչու որ այստեղ պահպանվում են նաև շատ փաստաթղթեր, օրինակ սա Եղվարդի 7-ամյա դպրոցի ատեստատն է, որը տրվել է 1959 թվականին
Հեսա գրված է տնօրեն Չոփուխյան, փոխտնօրեն Խանֆերյան, Կարապետյան, Հովհաննիսյան, Մկրտչյան եւ այսպես շատ փաստաթղթեր են պահպանվում երևացիների մասին եւ օրինակ ասում որ այս ներքևի հարկում պահպանվում են հենց կոնկրետ պատմական ակտիվների տեղեկությունները երևակի մասին, այս ամբողջ փաստաթղթերը, այս տետրերը այն տետրերն են, որտեղ գրվել է Երևանի պատմությունը այդ սկզբնական շրջանում, երբ որ ուսումնասիրում ենք, եւ ավելի ներքևում գտնվում են տարբեր փաստաթղթեր, տարբեր մարդկանց ծննդյան վկայականներ, անձնագրեր եւ այլ փաստաթղթեր, թերթի հոդվածներ եւ լուսանկարներ։ Այսքանը միայն փաստաթղթերն են, ասեմ որ տեսեք ինչքան շատ փաստաթղթեր կան, հիմա կցուցադրենք մյուս մասերը։ Սենյակում կան շատ հնություններ, որոնք պատկանում են տարբեր երևակիցների։ Օրինակ այս կուժը պատկանել է այս տատիկին, Մաթան տատիկին, որը Երևանում հայտնի Բադալանց ազգի Բադալի դուստերն է։ Այս կուժը նրան է պատկանել, այս մի պղինձը պատկանել է Ժենիկ տատիկին, որը եղել է Տեր-Հովհաննես Ասմացակի դուստերը։ Այս մի ավելի հին պղինձը պատկանել է Թանամ տատիկին, որը եղել է Բոյախճոմցից, նրան երևի ժառանգաբար է ասել, քանի որ պղինձը շատ հին տեսք ունի։ Այս մաղերն է տարբեր մարդկանցից, նվիրել են տարբեր մարդիկ, օրինակ սա մեր տատիկինն է, սա Օջենցն է, տարբեր ազգերից տարբեր բաներ կան։ Այս վերևից ծանդերքը, որը վերևում է գտնվում, Ղարոյանցից էր այդ կինը, բայց ամփոփ չեն։ Հիմա գտնվում ենք Թանգանյանի մասում, որտեղ պապիկի հիշատակի անկյունն է, օրինակ այս լուսանկարում, հեսա պապիկս, իրենց առաջին դասարանի լուսանկարն է, ապա այստեղ իրենց պրոֆմիության կոլեկտիվի լուսանկարն է, կենտրոնում պապիկս է, սա պապիկիս ավելի մեծ հասակի լուսանկար է։ Սա Երևանի երկրորդ դպրոցի ուսուցիչներն են մայիսի 9-ին 1979 թվականի, եթե չեմ սխալվում, շատ վաստակաշատ մանկավարժներ, ինչպես նաև պապիկս, որը հանդիսանում էր դպրոցի փոխտնօրեն։ Պապիկիս բանակային տարիների լուսանկարներից է, պապիկիս ավելի մեծ տարիքի լուսանկարներից է, իսկ այս լուսանկարում մեր հորեղբայրներն են, մեր ազգի բոլոր հորեղբայրները, սկսած Ջանգիր Հոպարից մինչև Սերժ Հոպար։ Հետո սա օրինակ պապիկս իր աշակերտների հետ է, սա ընկերական միջոցառում է, Սարեն գնացել այստեղ, պապիկս Թամադայ է, իսկ այստեղ ասեմ, որ դրված է նրա կամերան, որով նա լուսանկարներ է արել, նրա գրվածներից է, նրա բլոկնոտն է, սա նրա իրերից են, սա նրա վերջին գումարն է, որը մահանալու ժամանակ նրա մոտ է եղել, հետո գրպանում էր։ Սա պապիկիս քույրերն են, Արմանուշը եւ Ռիման, որոնք ուսուցիչներ են եղել։ Սա պապիկիս բանակ գնալն է եւ այդպես զոնազոն լուսանկարներ, մայիսի 9-ին հուշարձանի բացումն է եւ տարբեր լուսանկարներ։ Մեր տան կառուցումն է եւ արդեն մնացածը իր գրքերը եւ այլ իրեր անձնական։ Եվ վերևի մասում այստեղ պապիկիս տատիկն է, հայրական տատիկն է եւ ինչպես նաեւ էլի պապիկս է Թամադայության ժամանակ, Թամադայ այստեղ։ Այս լուսանկարում պատկերված են մյուս պապիկիս ընտանիքը, Վարո պապիկյանց ընտանիքը, Վարո պապիկն է, իր հայրն է, Վարդազարն է, եղբայրը Վարդգեզն է, Խաչիկը եղբայրներն են, հորեղբոր տղան է, իրենց քրոջ ամուսինն է, ինչպես նաև էլի հորեղբոր տղան է, իրենք բաբենցից են բոլոր։ Այս մասում մեր ազգի տոմածառն է, որը ես եմ կազմել 2024 թվականին, սկիզբ է առնում 1830-ական թվականներից, գալիս է մինչ 2024 թվականը։ Այս լուսանկարում ես եմ պապիկիս հորեղբոր տղաները, ինչպես նաև հորեղբոր տղաներից մեկի կինը։ Այս մի լուսանկարում էլ մենք մեր ազգով ենք, ազգի մի մասը, մեր ազգը ավելի մեծ է, ժանգրանք են, այսպես ասեմ, միջոցառման ժամանակ, մեր ազգն է։ Իսկ այս ալբոմներում պահպանվում է Երևանի տարբեր տարիների հին լուսանկարներ, Երևանի եւ երևանցիների։ Օրինակ սա փոքր լուսանկարներն են, որոնք հենց ֆոտոապարատի են, ցույց տալ, տարբեր երևանցիների լուսանկարներ են, տեսեք սա եկեղեցին է,
Եղվարդիներ են տարբեր, այսպես շատ լուսանկարներ, այս ալբոմում էլի եղվարդիների լուսանկարներ են, սա եղվարդի հետ սովխոզն է, որտեղ սովխոզի անասնագորներն են, ապա սա հուշալբոմն է վետերանների միության Նայիրի տարածաշրջանի, որտեղ տարբեր տարածաշրջանի ամբողջ Նայիրի տարածաշրջանի վետերաններն են, մեր նախագահն է, Գրիգոր Գրիգորյանը, ապա տարբեր վետերաններ, Մելիքսեթյան, Արտավազ, Լևոն Իվան, այսպես տարբեր վետերաններ, ապա այս մի հին ալբոմն է, սա արդեն ընտանեկան է, մեր Կարո պապիկը, Ժենիկ տատիկը ընտանեկան, Ժենիկ տատիկի քույրն է, Աշխեն տատիկն է, Ռիմա հորաքույրն է և այսպես շատ լուսանկարներ, մի քիչ խաղն է ուղղակի այս ալբոմը, այս լուսանկարում Մացակ պապն է և Վասիլ պապն է, երկու եղբայրներ են, Տերոբանսանց Նիկոլոսի որդիներն են, ապա այս մի ալբոմն է, որտեղ եղվարդի դպրոցական լուսանկարներ են, տարբեր տարիների դպրոցական լուսանկարներ են, տարբեր դասարանների, ինչպես նաև կա վինետկա, վինետկան այս տարբերակով, փոքր և տարբեր դպրոցական լուսանկարներ, դպրոցական միջոցառումներից բանզանազան շատ լուսանկարներ, և ապա այստեղ պահպանվում է լուսանկարներ եղվարդի հուշարձանից, մատուռից, եկեղեցիներից, օրինակ սա Սուրբ Աստվածածին եկեղեցում է, սա Սուրբ Սարգիս մատուռն է, ուխտի ժամանակ ուխտի են գնացել, սա տուն է Տերյան փողոցում, սա հուշարձանի բացումից առաջ է, սա ևս հուշարձանի բացումից մի քանի օր առաջ, տարբեր հուշարձանի բացման օրը և այսպես տարբեր ժամանակաշրջանի լուսանկարներ կան, հուշարձանի կառուցումը ինչպես նաև և ալբոմ, որտեղ եղվարդիների լուսանկարներ են միջոցառումների և այլ առիթների, քեֆերի ժամանակ և շատ ու շատ այլ լուսանկարներ էլ պահպանվում են հենց արխիվում, դեռ ալբոմներում փակցված չեն։ Այս կողմում էլի լուսանկարներն են, որտեղ իմ սիրելի հորեղբայրներն են, այստեղ Կարո պապիկի թոռներն են, այստեղ ազգով ենք, իսկ այստեղ ես եմ սիրելի Իզի Քորքուրիս հետ։ Այս լուսանկարում է իմ շատ սիրելի Իզի Քորքուրն է, ես և Իզի Քորքուրս, այս մասում եղվարդի եկեղեցու 700-ամյակի առթիվ հրատարակված 2008 թվականի կալենդար Այս մասում գնում են մի քանի նույնություններ և լուսանկարներ, օրինակ սա իմ ռադիո է, որը նվեր ենք ստացել ընտանիքից, տատիկին է պատկանել, տատիկի մայից հետո երկաթային է պահել եմ որպես հիշատակ, հետո նվիրել եմ մեզ։ Այս լուսանկարում ես եմ, մեր Զորիքը պարն է և մեր Միշա պապիկն է, Միշա պապիկը 96 տարեկան է, վաստական շատ մանկավարժ է, փող տնօրեն, շատ հայտնի մարդ է եղվարդում, այս վերևի լուսանկարում հայրիկիս պապիկն է, Կարապետը և տատիկն է, Ժենիկը, ով Տերոբանսանց Մացակի դուստերն է։ Մի քիչ այս կողմ այս մի լուսանկարում եղվարդի եկեղեցին է 1911 թվականին Գավթի կառուցման ժամանակաշրջանում։